Մեծարգո դեսպան, տեսեք, պարոն Ծառուկյանը քննչականից դուրս գալուց ասաց, որ նախկին եւ ներկա դեսպանները այս գործից տեղյակ են։ Դուք խոսել եք նախկին դեսպանի հետ, տեղյակ եք نظر شما با توجه به اینکه یک اختلاف اقتصادی هست در این زمینه به چه صورتی هست؟ آیا نظر سفیر سابق رو در این زمینه شما اطلاع دارید که به چه صورت بوده و همچنین با توجه به اینکه تیم سیاسی آقای جاروکیان این موضوع رو یک پیگرد سیاسی اعلام می‌کنه، پس می‌بینیم که نظر شما در مورد روال این پرونده که نظر سفیر سابق به چه صورت بوده؟ ببینید اشاره کردم در قسمت قبلی گفتم دیگه این مرکز تجاری ایران و ارمنستان با همت هم سفارت جمهوری اسلامی ایران و سفیر وقت و هم اون گروه ایرانی و هم آقای زاروکیان در واقع پایه‌گذاری شد. Տեսեք, ինչպես արդեն նշեցի, այդ հայրենական առևտրի կենտրոնը եւ այդ կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված են եւ ուղղակիորեն աջակցում էին այս պրոյեկտից թե Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, թե անձամբ ինքը դեսպանը հետամուտ էր լինում որոշ հարցերի լուծմանը եւ ինչպես նաեւ իրանցի այդ գործարարները եւ պարոն Ծառուկյանը. و ملک هم مال آقای زاروکیان بود، همین مرکزی که در واقع تخصیص داده شد برای این کار ملک ایشون بود. بله. Հենց գույքն էլ, այսինքն այդ տարածքն էլ, որ նախատեսված էր այդ առևտրի կենտրոնի կառուցման համար, պատկանում էր պարոն Ծառուկյանին. همکاری خیلی خوبی شکل گرفت و این مرکز افتتاح هم شد. Շատ լավ համագործակցություն ձևավորվեց եւ այդ կենտրոնը պաշտոնապես կենտրոնի բացման արարողություն էլ տեղի ունեցավ. خب متاسفانه گفتم دیگه در پروسه کار یه سری اختلافات تجاری و در واقع مسائل پیش اومد که طرفین در واقع از هم جدا شدند و با هم درگیر شدند. Ցավոք սրտի աշխատանքի հետագա զարգացման ընթացքում որոշակի առևտրային տնտեսական տարաձայնություններ առաջացան կողմերի միջև եւ նրանք դադարեցրեցին իրենց համագործակցությունը. و ادعاهای متقابل علیه هم دیگه. اون میگفت ایشون پول منو خورده، اون میگفت ایشون پول منو خورده. Եվ իհարկե երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում մյուս կողմի նկատմամբ այն որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը. و خب چندین کار و تجارت مختلف با هم داشتن و این متاسفانه در اثر این اختلافات دچار به قول معروف اختلال شد. Եվ բացի հենց այս պրոյեկտից նաև այլ պրոյեկտի շրջանակներում էին աշխատում իրար հետ եւ համագործակցում, սակայն այս տարաձայնությունների հետևանքով խնդիրներ առաջացան նաև այլ պրոյեկտներում. من شخصا تأسف می‌خورم چون این برنامه‌ها چه مرکز تجاری چه اون همکاری‌هایی که در حوزه انرژی بود میتونست خیلی برای هر دو کشور منفعت داشته باشه. Ես անձամբ շատ մեծ ափսոսանքով եմ խոսում սրա մասին, քանի որ իմ կարծիքով թե առևտրային թե էներգետիկ ոլորտում երկու կողմերի ունեցած էներգետիկ ոլորտում արկա պոտենցիալը հնարավորություն կտար հետագայում համագործակցության շատ լայն հորիզոններ բացելու. بله سفیر سابق درگیر این پروسه بودن، در جریان بودن. حالا من واقعا اخلاقا نمیتونم به جای سفیر سابق اظهار نظر بکنم. Այո, ճիշտ նշեցիք մեր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նախորդ դեսպանը ներգրավված էր այդ քննարկումների մեջ, սակայն ես ինքս ճիշտ չեմ գտնում մեր նախկին դեսպանի փոխարեն որևէ կերպ արձագանքելու այս հարցին. آرزوی قلبی من این هستش که این ماجرا رو بشه از طریق صحبت و سازش
و مصالحه حل کنیم. Իմ ցանկությունն է իմ եւ ես մաղթում եմ որ եւ ցանկանում եմ մաղթում եմ որ այս խնդիրը եւ այս հարցը հնարավոր լինի լուծել քննարկման փոխզիջման խաղաղ ճանապարհով و عرض کردم من شخصا چندین جلسه با هر دو طرف برگزار کردم خیلی تلاش کردم. Եվ ինչպես արդեն նշեցի, ես ինքս անձամբ մի քանի քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ եւ բավականին ջանք եմ գործադրել. در مورد اون بخش دوم سوال شما من صلاحیت ندارم که بگم که این به مسائل چی مربوطه. این واقعا اجازه بدید من ورود نمی‌کنم. الان به هر حال امیدواریم که در پروسه قضایی به شکل عادلانه رسیدگی انجام بشه. Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ես իրավասու չեմ իմ գնահատականը հայտնելու գործի մանրամասների վերաբերյալ ձեր թույլտվությամբ ես չեմ արձագանքի դրանց ամեն դեպքում իմ ցանկությունը եւ ես մաղթում եմ որ արդեն քանի որ գործը թեւակողել է դատական փուլ, որ เป զի արդար կերպով ամեն ինչ հանգուցալուծվի